բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, եւ այսպես այսօր ադրբեջանական զրույցները հաղորդում են, որ Բակո Սահակյանին, Դավիթ Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկման են դատապարտել, Արկադի Ղուկասյանին 25 տարվա ազատազրկման, եւ այս ամենի ֆոնին մենք տեսանք երեք Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Աբու Դաբիում այդ չայկատաղով խաղաղության մրցանակներ վերցնում, Ալիևն էլ կողքին էր իրեն էլ իր դստեր հետ, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Հերթական անգամ սա հայ ժողովրդին ստորացնելու եւ հայ ժողովրդի նորագույն պատմությունը սրբագրելու քայլերից մեկն էր։ Եվ երեք իրականում իրենք ոչ թե խաղաղության մրցանակ էին ստանում, այլ իրենց ոճրագործությունը երևի նշում էին եւ երեկվա իրադարձությունները ես ավելի շատ կգնահատեմ Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևի այժմոտ ձեռքերը լավանալու հերթական դրսևորումներ, որովհետև այ թեկուս այսօրվա արտենես դատավարությամբ իրենք երկուսով փորձեցին ամբողջ աշխարհին ցույց տալ, որ վերջին 30 տարին հայերը երբ որ պայքարում էին կյանքի իրավունքի համար, ամենակարևորը կյանքի իրավունքի համար, դա դիտարկեցին ոչ թե արտար պայքար, այլ աբեկչական խմբավորումների կողմից կազմակերպված գործողություններ, ինչին եւ մշտապես ցկտում էր Իլհամ Ալիևը։ Այսինքն երեք Նիկոլ Փաշինյանը ինքը հերթական անգամ այժմոտ մարտասպանի ձեռքերը այժմը փորձեց լվանալ եւ դրանով նախապատրաստել հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հաջորդ ցեղասպանությունները։ Ցավոք սրտի այսօրվա այդ դատավարության մասով իհարկե մեծ ցավ ապրեցի, բայց բոլորիս համար էլ սա կանխատեսելի էր, ավելի շուտ սպասելի էր, որովհետև այլ բան սպասել Ալիևից անմտություններ առավել եւս, որ նրանից այլ բան պահանջող որպես այդպեսին չկա։ Այդ մարդկանց պայմանավորված կերպով հանձնել էին, որպեսզի կարողանային Արցախի կազմաքանդման եւ Արցախի կործանման տաբանաքարը վերջնականապես տնեին եւ իրականությունը շեղեին տանեին լրիվ այն ուղղությամբ, ինչին ցկտում էր Իլհամ Ալիևը եւ առհասարակ թուրքական աշխարհը։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը ինքը ամբողջովին համագործակցել է եւ այս դատավճիռը, որը ստորագրվել է, սա միայն Ալիևի եւ Ալիևի դատարանների կողմից չի ստորագրվել, սա ստորագրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հետևաբար հերթական անգամ կրկնելու եմ այն միտքը, որը մի քանի անգամ նաեւ ձեր տաղավարից եմ կրկնել, քանի մենք հանդուրժում ենք կամ քանի մենք մեր գործողություններով դեռևս թույլ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի Հայաստանի կառավարության աթոռը, հետևաբար հույս չունենանք, որ մենք Երևանում եւ Բաքվում կունենանք հայ մարդկանց նկատմամբ արդար դատաքննություն։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր բոլոր քաղաքական պատանդներին ազատենք, մենք առաջի հերթին պետք է ազատենք Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի աթոռը։ Որովհետև քանի այդ մարդը նստած է, թե Բաքվում եւ թե Երևանում շարունակելու են տատել հայ մարդկանց, հայ երևելիներին։ Եվ սա նաեւ ինչով է շատ վտանգավոր, որովհետև այլևս սրանից հետո Նիկոլ Փաշինյանը ուզի թե չուզի, բնականաբար ինքը կուզի, սկսելու է հերթով Բաքվի այսպես կոչված ճագերտավոր արտարադատությանը հանձնի բոլոր նրանց, ովքեր ժամանակին Արցախում ունեցել են որոշակի դերակատարություն։ Իմ կարծիքով, չգիտեմ, երևի ես էլ միջամտեմ, որպեսզի առաջինը հանձնի հենց Փաշինյանը իր որդուն, որովհետև հաշվի առնելով, որ ինչպես ինքն է պնդում Արցախը մերը չի եղել, ինչպես իր գործընկերոջ հետ փորձում են Արցախյան այդ սուրբ պայքարը, իրականում սուրբ պայքարը ներկայացնել որպես ահաբեկչական, իր որդին 2 տարի եղել է այդ ահաբեկիչների մեջ։ Եթե իրականում Արցախի պաշտպանության բանակը դա ահաբեկչական էր, ինչպես պնդում է Ալիևը, ինչի համար օրինակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը այսօր դատվում են, հետևաբար Փաշինյանի տղան տրամադրել չեմ հիշում, բոլոր դեպքերում ինքն էլ հավասարաչափ մեղավոր է եւ հաջորդ քայլին ես ակնկալում եմ, որպեսզի Բաքվում դատեն հենց Աշոտ Փաշինյանին։ Ինչ տարբերություն։ Իրականում ես որևէ տարբերություն չեմ տեսնի։
կամ եթե դա եղել է աբեկչական ինչ-որ կազմավորումներով անջատված, չգիտեմ, տարածք, այդ տարածքի հետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի շարունակ սերտ համագործակցություն է ունեցել, մասնավորապես նույն ցեմա դատապարտված Արայիկ Հարությունյանի հետ։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ինքը եղել է Արայիկ Հարությունյանի հանցակիցը։ Եթե այսօրվա դրությամբ Արայիկ տալիս են ցեմա կոնկրետ գործողությունների համար, այդ գործողությունները ամբողջովին կազմակերպված են եղել եւ համաձայնեցված են եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին ասեմ, հենց հեղինակն էլ եղել է Նիկոլ Փաշինյանը, Արայիկը չկար այդ կամ որ ինքը որոշեր, չնայած ցավ եմ ապրում, որ ինքը որպես հայ այնտեղ է դատվում, ես կուզենայի իրեն տեսնել Երևանի դատարաններում, բայց ինչևէ, հիմա եթե Արայիկ Հարությունյանին դատապարտել են ցմա որպես հանցագործի, հետևաբար պարտավոր են նաև այնտեղ ադրբեջանական արտարադատության առաջ կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև արտարադատությունը երբեք որևէ տեղ չի կարող լինել երկակի։ Արտարադատությունը պետք է ունենա ընդամենը մեկ գույն, եւ եթե Փաշինյան Նիկոլը ընդունում է, որ Ալիևի կողմից իրականացվող գործողությունները միանշանակ օրենքի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից են, հետեւաբար ինքը եւ իր որդին պետք է գնան եւ կանգնեն այդ նույն դատարանի առաջ, որը այսօր մի խումբ հայրենակիցների, մեր ռազմաքաղաքական այսպես ասած վերնախավի ներկայացուցիչներին դատապարտել է ցմա, հետեւաբար իրենք էլ նույն հատկանիշներով պետք է մեղադրանք ընդունեն եւ կանգնեն այդ դատարանի առաջ։ Ես անկեղծ ասած կրկին ուզում եմ նորից երեկվա այդ խայտարակությանը անդրադառնալ, որ տեսեք իրականում սա ամենաելի այսպես ծանր ապտակներից մեկն էր հայ ժողովրդին։ Հասկանում եք, սա այրուն ծախելու գործընթաց էր։ Լավ, դու կարող ես ինչ-որ իմաստով պարտադրված ժամանակավորապես կամ չգիտեմ մանյովրելու համար գնալ ինչ-որ խաղաղության գործընթացների, բայց դու ոնց կարող ես գնալ քո ժողովրդին մորթողից հերկը սխմել, ցերկը լվանալ։ Եթե սա այրուն վաճառելու գործընթաց չէր, ապա ինչ էր։ Այսինքն ինչ-որ մի անհայտ, ես իշքան երեք փորձեցի հասկանալ այդ մերձանակաբաշխությունը, ամենայն դեպս ինքը առանձնապես մեծ հեղինակություն չվայելող եւ շատերի համար անհայտ մրցանակաբաշխություն էր եւ չզարմացա, որ նաեւ այդ մրցանակաբաշխության ժամանակ ինչ-որ $1 միլիոն կարգի մրցանակ են տալիս եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը պետք է վազեր այդ փողի հետևից, ես վստահ եմ, որ Ալիևն էլ մեծահոգաբար իր բաժինն էլ է շպրտել դեմքին, ասել է տար մի խոսքով, այսինքն սա հերթական անգամ ինքը երեք որպես Հայաստանի ներկայացուցիչ, ցավոք սրտի իշքան է մենք չընդունենք, որ ինքն է ներկայացուցիչը, բայց ինքը երեք փորձեց այդ բեմի վրա ցույց տալ հայ ժողովրդի խեղճուկությունը։ Հասկանում եք, սա իսկապես չի մարսվում։ Վերջին 30 տարիներին, վերջին 3 նախագահների օրոք այո մենք ունեցել ենք խնդիրներ, 3-ի օրոք էլ եղել են շատ լավ բաներ եւ եղել են շատ վատ բաներ, բայց միջազգային հարթակներում Հայաստանը երբեք ստորացված չի եղել։ Հայաստանի ղեկավարը միջազգային հարթակներում երբեք այսպես կոպեկի հետևից վազող հավաքարարի տեսք չի ունեցել։ Գնաց դու հասկանում ես, լավ դու չէր հարգում ինձ, չէր հարգում մեր զինված ընկերներին, հայ ժողովրդին չէր հարգում, բայց ինքը քեզ այնքան է ստորացել է։ Վերջը կա չէ այդ վիդեոները մենք տեսել ենք տարբեր առիթներով իշքան ինքը քեզ ստորացել, լավ դու ընդհանրապես որևէ, այսպես ասած, ինքնասիրության նշույլ չկա քո մեջ։ Այսինքն գնացել ես ինչի համար ես ձերքը սեղմում, կամ այն լուսահոգի տատս լավ բառ ուներ Զապաս Մերել, այն Զապաս Մերելը, որ ելել էր Ալիևին շնորհակալություն էր հայտնում, ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Եկեք մենք հասկանանք, որ այսօրվա դրությամբ որ Արցախը տարել են, հա, այդ մարդկանց դատել են, լավ, ենթադրենք Արցախը իր համար թանկ չի, Ալիևը եթե խոսում ենք խաղաղությունից, այդ խաղաղության մեջ նաև պետք է լիներ խոսույթի փոփոխություն։ Օրինակ Ալիևի խոսույթում կա փոփոխություն, ինքը այլևս չի ասում արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Ասում է, չէ, այսինքն ոնց կարող է մարդը գալ քո հետ խաղաղության, բայց միևնույն ժամանակ քո տարածքների նկատմամբ ունենալ ագրեսիայի դրսևորումներ։
Եթե այդ մարդը գալիս է խաղաղության, հետևաբար ինչու ինքը չի հեռացնում իր զորքերը Ջերմուկի հատվածից, Վարդենիսից, Սյունիքի ներքին հանդերձ, ինչի չի հեռացնում։ Ես փորձեմ, եթե լավ նույնիսկ այդ մասով հասկանանք, որ Փաշինյան Նիկոլը որպես դասական աբիշնիկ ինքը Պետք է դրանից ուրախանար, որովհետև այդ մարդիկ հնարավորություն չեն ունենա խոսալու եւ շատ բաներ պատմելու, բայց եթե դու լավ երկրի կառավարություն չես, երկրի ղեկավար ես, եթե քո համար այդ երկրի սահմանադրությունը կարևոր է, կոնե դու այդ մի քանի հարցը պետք է հստակ տնես, որ լավ, ենթադրենք ուզում եք, չգիտեմ, Թրամփի միջանցքը, կոնե Ջերմուկի ձեր զորքերը դուրս անեք, կոնե Արևմտյան Ադրբեջան եզրույթը մի կիրառեք, եւ նմանատիպ հասկանում եք, այստեղ Գիտեք որն է ցավը, որ պատերազմ եւ խաղաղություն բառերի միջեւ այլևս մենք տարբերություն չենք կարող գտնել։ Պատերազմի ժամանակ փաստացի մենք շատ ավելի բարվոք վիճակում ենք գտնվել, քան պատերազմից հետո նոյեմբերի 9-ից հետո կնկված, այսպես ասած, զինադատարի եւ խաղաղության շրջանակներ։ Մենք ինչ որ կորցրել ենք, չենք կորցրել պատերազմի օրոք։ Մենք մեր կորցրածի ընդամենը երևի 20%-ն ենք կամ այդքան էլ չի, շատ ավելի քիչ, մինչև 20%-ն ենք մենք կորցրել մինչև նոյեմբերի 9-ը։ Եվ այդ մնացած կորուստները մենք ունեցել ենք նոյեմբերի 9-ից հետո այդ իր ասած խաղաղության ժամանակահատվածում։ Եթե այդպեսին է խաղաղությունը, որ մեզ պետք չէ այդ տիպի խաղաղություն, չէ։ Եթե խաղաղության անվան տակ վաղը պետք է իմ տունն է լցվեն, ձեր տունն է լցվեն, եթե խաղաղության անվան տակ պետք է սկսեն արդեն այլ դրսևորումներով մեզ տանել ցեղասպանությունը, մեզ այդ խաղաղությունը պետք չի։ Եվ այստեղ գիտեք իսկապես այլևս նաև մեզ պատիվ չի բերում ամեն անգամ իր այս սցենարներով խաղալը եւ ամեն անգամ այս ամեն ինչ հետևից գնալը։ Այստեղ ուղղակի այլևս պետք է քաղաքական կամք եւ այդ քաղաքական կամքի արդյունքում կոնկրետ գործողություններ, այս մարդուց վերջնականապես պրծնել է պետք, ազատվել է պետք, հասկանում եք, այստեղ արդեն նաև մեր անվտանգության խնդիրը չէ, մեր բարեկեցության խնդիրը չէ, այստեղ նաև մեր ինքնասիրության խնդիրն է։ Այս մարդը արդեն պարբերաբար յուրաքանչյուր հայի ինքնասիրության վրայով է քայլում։ Ես օրինակ չեմ պատկերացնում որևէ նորմալ հայ մարդ, որը երեկվա այդ կրգեսը Աբու Դադի նայելով կարող էր իրեն լավ զգալ, հբարտ զգալ։ Այսինքն այդ նույն հբարտության մասով այսօր ինչ-որ այնտեղ այդ ԿՊՀ-ականներ փորձում են իրենց, չգիտեմ, սոցիալական ցանցերով նշել, թե տեսեք, ես ինչ աննախադեպ էր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները իրար կամ ղեկավարները իրար ձեռք են սեղմում։ Ախպեր այստեղ աննախադեպ ոչինչ չկար։ Աննախադեպ էր, երբ որ Ալիևին Դեմիրճյանը բերում էր Սարդարապատեր կանգնեցնում եւ ստիպում էր, որպեսզի հարգանքի թուրք մատուցեր թուրք սատկացած հայերի հիշատակին։ Այդ հայ էր աննախադեպը, այդ հայ էր ոգևորողը։ Ոչ թե գնալ քո ընտանիքի, քո ազգի ներկայացուցիչներին մորտածի ձեռքերից այրունը սրբել։ Փաստացի մենք երեք տեսանք այդ ագանատեսներանք այդ երևույթին, երբ որ մեր դահիճի ձեռքերը Գնաց եւ Փաշինյան Նիկոլը սրբեց։ Անցնենք այդ թեմայի, դուք տեսնում եք, թե ինչպիսի վերաբերմունք եւ առնվազն շատ կոնկրետ հոշակարների նկատմամբ եւ արդարադատության նախարարի խոսքը եւ Թորոսյանի եւ սոցիալ-նախարարի իդեպ միայն 1000 հոգու նպաստից 1038 նպաստից է կտրել այս ընթացքում եւ Նիկոլի խոսքը խնդրեմ եւ նաեւ արդարադատության նախարարի այս հարցերին թոշակի թեմայից հետո խնդրեմ այլ հարցեր եւս բարձրացեք մասնավորապես տեսեք այստեղ շատ կարեւոր խնդիր կա այստեղ ոչ թե մենք պետք է ուղիղ նայենք որ իրենք կոնկրետ թոշակառուների հետ խնդիր ունեն այլ իրենք այսօր խնդիր ունեն բոլորի հետ եւ կոնկրետ թոշակառուների մասով իրենք փորձում են այս մարդկանց ուղղակի դիտավորյալ նեղացնել։ Սա ոչ թե իրենց այդ ինչպես սովոր ենք ասել դեբիլության կամ անկիրթության արդյունքն է, սա ուղղակի դիտավորություն է։ Առհասարակ աշխարհում ցանկացած երկրում ցանկացած կառավարություն ընտրություններից առաջ
պես ինքը փորձում է այսպիսի խոցելի խմբերի հետ առավել քան զգույշ լինել, ավելի այսպես իրենց սիրաշահել եւ փորձել իրենց քվեն ստանալ, իսկ Հայաստանում տեղի ունենում հակառակը։ Ինչի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ հասկանում է, որ իրեն եւ իր տերերին պետք է որպեսզի Հայաստանում ձևականորեն թեկուզ ապահովի լեգիտիմ ընտրություններ։ Բայց այսօր ինքը շատ լավ նաեւ հասկանում է, որ այդ ընտրությունների մասնակցության ապահովելը իր համար մեծ խնդիր է։ Շատ մեծ խնդիր է, որովհետև եթե այսօր օրինակ ընդդիմությունն էլ վերջնականապես որոշի, որ չի մասնակցելու այդ ընտրություններին, մասնակցությունը կլինի մաքսիմում 10-ից 15%, իսկ 10-ից 15% ընտրությունների մասնակցության արդյունքում լեգիտիմ կառավարություն չի կարող ձևավորվել։ Հետևաբար ինքը արդեն կսկսի իր տերերի հետ ունենալ խնդիր։ Այս ամեն ինչը այսպես փորձելով համադրել եւ որոշակիորեն կարծիք կազմելով մենք տեսնում ենք հետեւյալը. Փաշինյանը այսօր ընդրվելու եւ կեղծիքներ իրականացնելու խնդիր այլևս չունի։ Ինքը ամբողջ այդ մեխանիզմները անձնագրերը, տեսեք մենք բազմաթիվ անգամ նույնիսկ տեսանք, երբ որ վրացիները Թուրքիայում տպագրված հայկական անձնագրերը, Հայաստանի Հանրապետության անձնագրերը թույլ չտվեցին, որ մտներ Հայաստան։ Այսինքն ինքը այդ խախտումների ու կներեք եւ կեղծիքների արդյունքում ընդրվելու իր հարցը լուծել է։ Այսօր ինքը խնդիր ունի, որպեսզի մարդկանց ուղղակի զայրույթի հասցնի, որպեսզի մարդիկ գնան ընտրություններին եւ կարողանան այդ լեգիտիմ 35-ից 40% մասնակցությունը ապահովել։ Եվ սրանով է պայմանավորված, որ ինքը փորձում է այդ խոցելի խմբերին հնարավորինս շատ նեղացնել։ Այդ առումով էլ մենք ունենք կարևոր գործ անելու, որպեսզի ոչ թե ակամա դառնանք նրա խաղի մասնակիցները, այլ կարողանանք մենք ինքներս էլ յուրաքանչյուրս էլ անել այնպիսին, որպեսզի այդ ընտրությունները չստանան լեգիտիմ բնորոշում, որակավորում։ Այստեղ շատ կարևոր է։ Տեսեք նույն Իլհամ Ալիևը ինքը այսպես տարբեր փաստաթղթեր անընդհատ ինքը փուլերով ցկում է, որովհետև վերջին հաշվով ինքը հին աղվես է։ Աշխատում ընդդիմությունը երկու ուղղությամբ մարդը Արցախը ծախում է, ցեղասպանում է, հայաթափում է, Հայաստանի տարածքները տալիս է, գնում է մրցանակ է ստանում։ Հիմա դուք պատկերացնեք լրբազգի ներկայացուցիչը, որ ընդդիմությունները հիմա ինչ էր անել։ Այս առումով ասեք ինչ խայտարակ վիճակ կա։ Տարել այսքան սրբազանների Ախր բոլոր առումներով է։ Նախկին իշխանության ղեկավարները այսօր ընդդիմության առաջնորդներն են նաև մարդկան ժամանակ 5 անգամ թոշակա բարձրացել, այս մարդը նվաստացնում է այս թեմայով չեն կարողանում, սոցիալական թեմայով նորից եկայք իմ ասածին, այսինքն մենք այստեղ ոչ թե պիտի խաղանք իր խաղի կանոններով, ոչ իր մարտավարությամբ, այլ մենք մեր սեփական մարտավարությունը պետք է առաջ տանենք։ Թոշակակների սովի ամատնել։ Օրինակ ես հարցը ընդդիմությունը չպիտի ասի, ես արել եմ, տեսել է, գալու եմ եւ կրկնապատկելու, եռապատկելու եմ, գալու եմ արժանապատել ես գերիների հարցը լուծելու եմ, գալու եմ արժանապատի իրաց տանելու եմ համապատասխան բերդը սրանց, այսինքն շատ իսկ տեսեք ես իր հետ մի մասով համաձայն եմ, մյուս մասով չէ, շատ պարզ ասեմ ինչի համար, որովհետև այդ հարցերը անընդհատ բարձրացնելով առանձին սոցիալական խմբերին ակտիվացնելով մենք նորից Նիկոլ Փաշինյանի ճրագածին ջուր ենք լցում, այսինքն այն բուն հիմնական թեմաներից շեղվում ենք եւ ինքն էլ հենց դա է ուզում, որովհետեւ մենք օրինակ հնարավորինս քիչ տանք Արցախ անվանումը, հնարավորինս քիչ տանք Գերիների անվանումը, հետեւաբար մեզ ինչ է պետք, կներեք, մեզ ինչ է պետք, ավելի բուն հիմնական թեմա կա մացե բաների գերիների Գերիների մասով ես այդ համաձայն եմ, ես տեսեք սոցիալականը, ես այնքան չեմ կիսում սոցիալական խնդիրը, տեսեք, սոցիալական խնդիրը մի քիչ առաջերտին նաև այդ մարդը պիտի հասկանա այդ ամեն ինչը, չէ՞։ Այդ մարդը պիտի նաև ցկտի։ Հետևաբար չէ, տեսեք ես ինչ եմ ասում, այսինքն մեր այստեղ խնդիրը պետք է լինի առաջերտին ցախողելու այդ ընտրությունները։ Դրանից հետո եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, կարող ենք փոխել։
Այսինքն մենք թույլ պիտի չտանք, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ կերպով կարողանա վերարտադրվել, որովհետև եթե մենք գնում ենք իրեն լեգիտիմացնում ենք, մենք ավտոմատ ստորագրում ենք սրա տարը։ Բան կազմակերպեց իզորը չի արի, հիմա դες 3 ամսում իզորը լինե։ Կան տարատեսակ մեխանիզմներ։ Հիմա եթե 5 տարի 1000 բան է կազմակերպել, չի ստացվել, ուրեմն գլոխներս կախ կգնանք համաձայնվենք սրա յուրաքանչյուր արածի։ Եթե այդ տրամաբանությամբ 5 տարի չկարողացանք ոչ մի հարց լուծել, հիմա սոցիալականը ո՞նց ենք լուծել թոշակները։ Այդ բոլոր հարցերը, այդ սկսած գերիներից, ապրեք, այս է հենց դրա մասին եմ խոսում, որ այսօր Հայաստանում թիվ 1 խնդիրը առաջի հերթին էս ախր չգիտեմ իրանք մի դավաճան են, ուրիշ երկրի ներկայացուցիչ իրականում արդեն չգիտեմ ոնց իրենց բնորոշեմ։ Այդ տագանքից պետք է այսօր մենք փորձենք մեր երկիրը ազատագրել։ Եվ այսօր իրանց թեկուս նույն այս սահմանադրության խաղը, որ իրենք ամեն անգամ փորձում են առաջ քաշել եւ հիմա էլ արտարդարության նախարարը ասում է, որ մարտի 1-ին պատրաստ կլինի, սա նույնպես իրենց հերթական քայլերից մեկն է, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ նաեւ սահմանադրության հարցը առաջ քաշելով կարողանալ հասարակությանը մոբիլիզացնել, որովհետեւ իրենց համար շատ կարեւոր է 35-ից 40% մինիմում մասնակցություն։ Իսկ եթե դա իրենց համար կարևոր է, հետեւաբար մենք պետք է հակառակն անենք։ Ցանկացած պարագայում ինչը որ պետք է Փաշինյան Նիկոլին, մենք պետք է դրա հակառակը անենք։ Իրեն հաղթելու, իրեն հեռացնելու միակ տարբերակը դա է։ Չխաղալ իր խաղի կանոններով եւ չաջակցել իրեն։ Այ ասածից լավագույն ապացույցներից մեկը ես Ընդամենը մի քանի տարի հետ գնամ, բոլորս էլ հիշում ենք 2020 թվականին, երբ ինքը դուրս էր եկել Հայաստանի սահմանադրական դատարանի եւ դատավորների դեմ ու փորձում էր սահմանադրության փոփոխության հանրակրվե անել։ Ու իրականում այդ ժամանակ, երբ որ ինքը տեսավ, որ քաղաքական խաղացողները չվերցրեցին, այսպես ասած, ոչի շտաբը, ինքը արդեն կանգնավ լեգիտիմության խնդրի առաջ։ Ընդ որում դա այն ժամանակ, երբ որ ինքը շատ այսպես բարձր ռեյտինգ ուներ եւ նաեւ էйֆորիայի մեջ էր, բայց միայն այդ ժամանակ, որ արդեն ընդդիմությունը չէր վերցնում ոչի շտաբը, ինքը այդ սահմանադրության հանրակրվեն չկարողացավ առաջ տանել, որովհետեւ ունեցավ այդ լեգիտիմության խնդիրը։ Հետևաբար մենք դիտույլ չտանք, եթե ինքը կսա կկարողանա բոլոր քաղաքական ուժերին հավաքելով տանել ազգային ժողովի ընտրություններին եւ միաժամանակ սահմանադրությունը տանել, ինքը իր կեղծիքներով կկարողանա սա անցկացնել։ Ինքը հայտ դա լավ հասկանալով երեք այդ Սրբուի Կայլյանի խոսքը հենց դրան էր ուղղված։ Այսինքն ինքը ինչ է անում, ակտիվացնում է թոշակառուին, ակտիվացնում է մյուսին, իր դեմ է տրամադրում։ Հասկանում եք, որովհետեւ կնա այդ մինիմում 40% լեգիտիմությունը մասնակցության ապահովի։ Դա իրեն շատ է պետք։ Որովհետև երբ որ ինքը դա ունեցավ, ինքը նաև ունի բոլոր տեսակի մեխանիզմները, այդ թվում ժամանակակից ձևով փող բաժանելու եւ վերահսկելու մեխանիզմները եւ արդյունքում ինքը եւ սահմանադրություն կանցկացնի եւ ինքն իրեն կանցկացնի։ Ու բոլորիս էլ նորից կստիպի, որովհետեւ մեր կամքից անկախ ստորագրենք այս վերջի 5 տարում իրականացած բոլոր հանցանքների տակ։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը եկեղեցու հետ կապված է, Միքայել Սրբազանի խափանման միջոցի հարցն է քննարկվում, որոշում չկայացրեցին, վաղը պիտի հրապարակեն։ Շեֆը Հայաստանում չէր, դրա համար է շարունակվում է եւ հատկապես Շեֆը Հայաստանում չէր, դրա համար էլ որևէ մեկը չկարողացավ որևէ որոշում կայացնել։ Տեսեք, այստեղ ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ինչպես ասել եմ եւ նորից պնդելու եմ, Բաքվում եւ Երևանում գտնվող բոլոր պատանդների ազատությունը կախված է մեկ բանից՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից։ Եվ առաջիկայում կարծում եմ ինքը ծայրահեղ քայլերի գնալու մինչև եպիսկոպոսատ ժողովը, որովհետև ինքը ամեն ինչ անելու է, որ այդ եպիսկոպոսատ ժողովը ցախողվի, բայց ես նորից հավատում եմ մեր վեհապարի վեհությանը, մեր վեհապարի
մտքի ճարպկությունը եւ վստահ եմ, որ այդ եպիսկոպոսատ ժողովը անպայման կիրականացվի։ Չեմ կարող ասել ինչ տարբերակներով, բայց միևնույն է դա կիրականացվի եւ կունենա շատ կարևոր որոշումներ, շեշտադրումներ։ Այս սրանից հետո մենք Նիկոլ Փաշինյանի կողմից սպասելու ենք շատ ավելի կոշտ գործողությունների ընդդուպ ինքը պատրաստ է հնարավորության դեպքում նաև ժողովրդի միջև բախումներ հրահրել։ Այսինքն այս մարդը բացարձակապես ոչ մի կարմիր գիծ չունի, որևէ մտածելու, որևէ երկմտելու քայլ չունի։ Իր համար կարևոր է իր տերերի պատվերները ճիշտ եւ ժամանակին կատարելը։ Հետևաբար, ինչպես եւ ի սկզբանե բոլորս այդ մտքին էինք 2026 թվականը չափազանց վճռական եւ չափազանց ծանր տարի է լինելու բոլորիս համար։ Եվ հույս ունենամ, որ գոնե այս ծայրահեղ պայմաններում վերջնականապես կարողանանք ընդանուր հայտարարել եւ մեկ ընդանուր պայքար մղել այս հակահայ եւ թշնամական իշխանությունների դեմ։ Ես էլ եմ շնորհակալ։